Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ եկեղեցու դեմ է ամեն ինչ արվում եւ ես կարծում եմ, որ օրինակ վեհապար հայրապետը պետք է հանդես գա կոնդակով եւ ասի հետեւյալը. կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ իշխանական, բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է մի օր Էջմիածին, ասում է ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնեմ, բայց դուք ստիպում եք, որ ես որոշակի քայլեր անեմ, որպեսզի դուք քաղաքականության մեջ մտնեք, դուք քաղաքական ուժերը։ Հիմա հավաքվեք Էջմիածնում, ընդ որում բոլորին, բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ցանկություն ունեն, որովհետև կան շատ ուժեր, որոնք չեն ուզի գան։ Բայց կոչս նաև որ բոլորը գան։ Հավաքվենք բոլորը միասին։ Այդ վեհապարը ուղղակի օրհնի այդ ամեն ինչը, ինքը դուրս գա, քաղաքական ուժերը միասին քննարկեն երկիր այս ծանր վիճակից հանելու մասին փաստաթուղթ ընդունեն։ Այսինքն բոլորը միասին քննարկեն եւ բոլորը աշխատեն մի ուղղությամբ երկիր այս վիճակից հանելու։ Ստոպ տալ վեհապար եւ իշխանության այս կռվին, այս պարակմանը ստոպ տվեք 5 տարով, 2 տարով, 3 տարով, մինչև այս վիճակից մենք դուրս գանք։ Եթե դուք իրականում ուզում եք, որ հայ ժողովրդին ծառայեք ու ազգին ծառայեք, լավ բան անեք, ուրեմն ստոպը քաշեք, կանգ առեք, ասեք, որ վերջ, պրոբլեմը կա, ես ընդունում եմ, որ պրոբլեմ կա, բայց փակում ենք պրոբլեմը, 5 տարի հետո բացում ենք կամ 3 տարի հետո ենք բացում։ Թողեք այս վիճակը, այսինքն գնացեք իրական համերաշխության, մենք նստենք, որոշենք ինչ ենք անում, ոնց ենք այս վիճակից երկիրը հանում։ Իսկ որ կարողանանք միասնաբար դա անել, ես վստահ եմ, մենք միասնաբար ունենք այդ ռեսուրսը, պառակտված չունենք դա, երաշխավորված կործանում է պառակտումը, երաշխավորված։